Siz nasıl Karabağ'a girdiysek... Tek millet, tek bayrak, tek vatan, tek devlet. Türk'ün yolu Cengezur'dan, Karabağ'dan geçti. Բարև ձեզ, եթերում իրական Թուրքիա նախագիծն է։ Նիկոլ Փաշինյանի հրավերով թուրքական հեռուստաալիքների լրագրողները Հայաստանում էին։ Նրանք վերադարձել են Թուրքիա եւ Հայաստանում կատարված նկարահանումների արդյունքներով, ինչպես եւ սպասվում էր, հրապարակել են խայտառակ տեսանյութեր։ Եվ դրանք խայտառակ են առաջին հերթին ոչ թե որովհետեւ թուրքական պնդումներով եւ հակահայ քարոզչությամբ են, այլ որ այդ ամենի համար վճարել է Հայաստանը, Հայաստանի պետբյուջեն, Հայաստանի քաղաքացին։ Եվ կարևոր է ընդգծել, որ թուրքական մեդիատուրի Հայաստանի բյուջեի հաշվին լինելը ոչ թե մեր պնդումն է, այլ Փաշինյանի թիմի պաշտոնական հայտարարությունն է։ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՕԱԿ-ի տնօրեն Գոր Ծառուկյանը այս ՊՕԱԿ-ն է նախաձեռնել եւ կազմակերպել թուրք լրագրողների այցը, թուրքական մեդիատուրը գնահատում է դրական։ Սա այն պարագայում, երբ տեսանյութերից մեկը ամենադիտվող ալիքներից մեկի եթերում սկսվում եւ ավարտվում է Ալիևի հայտնի Նալդու Փաշինյան ծաղրական ֆրազով։ Երբ սա նկատեցինք, սրա մասին խոսեցինք, Գոր Ծառուկյանը հայտարարեց, որ իրենց միջամտությամբ թուրքական հեռուստաալիքի YouTube-յան այդ տեսանյութը հեռացվել է։ Մյուս հարթակներում էլ Փաշինյանին ծաղրող ֆրազն են հեռացրել։ Սա իհարկե կարող էր լինել այս ՊՕԱԿ-ի հաղթանակը, բայց ստացվում է, որ 26 րոպե Հայաստանի դեմ հակահայկական քարոզչությամբ տեսանյութից միայն Փաշինյանին ծաղրող ֆրազն են հեռացրել։ Այն էլ ոչ բոլոր մեդիա հարթակներում։ Այս տեսանյութին չէինք անդրադառնա, եթե ջնջված լիներ ամբողջությամբ, բայց հասանելի է եւ հենց այս տեսանյութը բոլոր մանրամասներով ու թարգմանությամբ, ինչպես նաեւ թուրք լրագրողների մյուս տեսանյութերից դրվագներ, դիտեք իրական Թուրքիա նախագծի այս թողարկմանը։ Փաշինյանի հրավերով Հայաստան եկած թուրք լրագրողին դուր չի եկել, որ Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրից բացվում է տեսարան դեպի Արարատը։ Anıtla Ağrı Dağı karşılıklı birbirini görüyorlar demek. Հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցային սեղանին է, քաղաքական հայտարարություն Էրդողանի լրագրողից։ Türkiye ile Azerbaycan'ın oturduğu masada da bu konu konuşulmadı. Հայաստանի սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջի հետևում կանգնած է Türkiye'nin իր պատմական վախերով։ Paşinyan 1915 gündemiyle ortaya konulan toprak talebi Հայ-թուրքական սահմանը բաց է այսօր, վաղը կամ ցանկացած օր։ Ինչու է Հայաստանն այսքան բացահայտորեն շահագրգիռ։ Bizim tarafımızdan hiçbir ön koşulumuz yok. Արցախի հայերը տեղավորվում են Հայաստանում, նշանակում է չեն վերադառնա։ Թուրքերը Երևանում տրամադրություններ են շոշափում։ Artık oraya herhangi bir şekilde geri dönüşün olmadığını da gösteriyor. Եվ վերջում հարցազրույց այսօր Մաջիդ Քարիմի պատմաբան Իրանից։ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի եւ Իրանի ընդհանուր թշնամիներն են։ Սյունիքի օկուպացիան կանխելու միայն մեկ ճանապարհ կա։ Եթե հայերը կորցնեն Սյունիքը, կկորցնեն Հայաստանը։ If you lose Syunik, it means you will lose your country. Եվ այսպես, ինչի համար են վճարել Հայաստանի քաղաքացիները։ Առաջատար ամենադիտվող ալիքներից մեկի տեսանյութը սկսվում եւ 26 րոպե անց ավարտվում է Արցախում պատերազմի օրերին Ալիևի հայտնի ֆրազով։ Ինչ եղավ բա Փաշինյան, ծաղրում էր Ալիևը պատերազմի օրերին, ծաղրում են հիմա թուրքական հեռուստաեթերում, հիշելով 5 տարի առաջ հնչած Ադրբեջանում, Թուրքիայում լայն տարածված ծաղրական այս ֆրազը։ Սա նշանակում է առաջին իսկ վայրկյաններին ցույց տալով վերաբերմունքը ոչ միայն Փաշինյանի, այլև ցավալիորեն Հայաստանի նկատմամբ։ Burası Cumhuriyet Meydanı. Sovyetler döneminden sonra yapılan bir meydan. Սա հանրապետության հրապարակն է։ Խորհրդային շրջանի հաստատումից հետո կառուցված հրապարակ է։ Մեր հետևում տեսնում եք շենքեր, որոնք 1950-ականներին են կառուցվել, եւ դրան հաջորդած գործընթացներով այս տարածքը դարձավ մայրաքաղաք Երևանի կենտրոնը։ Մեր հետևում տեսնում եք Հայաստանի ազգային պատկերասրահի շենքն է, Հայաստանի պատմության թանգարանի շենքը։ Bu tabii aklımıza neyi getiriyor? İşte o soykırım, sözde soykırım iddialarını getiriyor. Եվ ինչ է սա բերում մեր մտքին։ Ցեղասպանության, այսպես կոչված ցեղասպանության
ցեղասպանության մասին պնդումները, որոնք այս երկրում ամենազգայուն կետն են, եւ Թուրքիայի ու Հայաստանի միջև հարաբերություններում էլ ամենալարված կետերից մեկն է։ Սա թուրքական հեռուստաալիքի տեսանյութի դեռ առաջին րոպեն է, բացում են ցեղասպանության թեման։ Ցեղասպանությունը ժխտում են այսպես կոչված ցեղասպանություն ասելով։ Րոպեներ անց Ծիծեռնակաբերդում են հայտնվելու ու ավելի մանրամասն են ժխտելու ցեղասպանությունը։ Մինչև այդ թուրք հեռուստադիտողներին, ինչպես նկատեցիք, Հայաստանի մասին պատմում են, ընդգծելով, թե Երևանի կենտրոնում գտնվող շենքը միայն խորհրդային շրջանում է կառուցվել, տպավորություն ստեղծելով, թե հայերի հազարամյակների պատմությունը, որը ներկայացված է այդ շենքում, միայն հայերի ընկալումն է։ Այնուհետև Թուրքիայի հեռուստադիտողներին պատմում են, թե ինչ ծանր վիճակում է Հայաստանը։ Ülke nüfus sancısı taşıyor. Ne demek bu nüfus sancısı? Çünkü ülkenin nüfusu 3 milyon civarında. Şimdi 3 milyon civarında ama bir de doğum oranlarına bak. Այս պահին երկիրը դեմոգրաֆիական խնդրի առաջ է։ Երկրի բնակչությունը հիմա մոտ 3 միլիոն է, բայց երբ նայում ենք ծնելիության ցուցանիշներին, դրանք նվազում են։ Անցած տարվա համեմատ նվազել է 20%-ով։ Այսինքն բնակչության թիվը հասել է այն կետին, որ այս երկրի գոյության համար պետք է avելանա։ Իրականում սա ցուցիչ է, որ Հայաստանում դժվարությունները avելանալու են։ Varoluş sancısı yaşayan bir ülke ve çevresinde sadece İran ve Gürcistan'la sınırları açık bir ülke. Ինչու ենք այսպես ասում, որովհետև հիմա արդեն սա լինել չլինելու առաջ կանգնած երկիր է, որի սահմանները բաց են միայն Իրանի եւ Վրաստանի հետ, ինչը հսկայական ազդեցություն է ունենում առևտրի վիճակի վրա։ Եվ հիմա երկրի տնտեսությունը թեր զարգացած վիճակում է։ Ինչ է սա նշանակում։ Սա նաեւ նշանակում է, որ երկրում բարեկեցության եւ կայունության ցուցանիշներն են նվազում։ Հայաստանի բարեկեցությամբ, բառացի բարեկեցությամբ պարզվում է խիստ մտահոգված են Նիկոլ Փաշինյանը եւ Էրդողանի վերահսկողությամբ գործող լրատվամիջոցի լրագրողը։ Մյուս կողմից Հայաստանի պետբյուջեի հաշվին թուրք լրագրողին հրավիրել են Հայաստան, որ թուրք հեռուստադիտողներին պատմի, թե Հայաստանը գոյության խնդրի առաջ է կանգնած։ Նույն տեսանյութի հաջորդ հատվածը նկարահանումներ Ծիծեռնակաբերդում։ Հայոց ցեղասպանությունը ժխտում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անմար կրակի առաջ Փաշինյանի կողմից Հայաստան հրավիրված Türk լրագրողը։ Ermenistan 1915 sarmalında kalmış bir ülke. Հայաստանը 1915 թվականի պարուրում մնացած մի երկիր է, որովհետև այս հուշահամալիրը տեսնում եք, սա նրանց կարծիքով ցեղասպանության հուշահամալիր է, եւ Թուրքիան իհարկե այդ ցեղասպանությունը չի ճանաչում։ Այս հուշահամալիրը 1960-ականներին են կառուցել, խորհրդային şրջանում։ Yapıldığını biliyoruz, işte Sovyet döneminde yapıldığını biliyoruz. Ama şimdi önemli konulardan bir tanesi Türkiye ile Azerbaycan'ın oturduğu masada da bu konunun konuşulması. Բայց հիմա կարևոր թեմաներից մեկն էլ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սեղանին այս թեմայի մասին խոսելն է։ Այսինքն ցեղասպանության հարցը բանակցությունների այդ սեղանին ինչպես կգնահատվի։ Karşılık göreceği hala tartışma konusu. Սա արդեն ոչ միայն զգացմունքային, այլև քաղաքական նշանակություն ունեցող հայտարարություն է։ Փաստացի ուղիղ տեքստով նշվում է, որ հայոց ցեղասպանության հարցը Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ բանակցային սեղանին քննարկվող թեմա է։ Սա այն պարագայում, երբ Փաշինյանը հայտարարում է, թե կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է։ Ցեղասպանությունը հերքելուց անմիջապես հետո ինչի մասին պետք է խոսեն թուրքերը։ Արևմտյան Հայաստան։ Նախ Փաշինյանի խոսքով ներկայացնում են, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի, ապա թուրք լրագրողը դրսևորում է կասկածները։ Arkamızda Ağrı Dağı var. Ağrı Dağı'nı buradan görmek mümkün. Մեր հետևում Արարատ լեռն է։ Արարատ լեռը այստեղից հնարավոր է տեսնել, բայց եթե հարցնեք որտեղ ենք մենք հիմա կանգնած, ապա ասեմ, որ այն 1915-ի դեպքերի հետ է կապված, որը Թուրքիան այսպես կոչված ցեղասպանություն է գնահատում։ Biz şu anda anıtın olduğu yerdeyiz. Yani anıtla Ağrı Dağı karşılıklı birbirini görüyorlardı. Եվ մենք հենց հիմա գտնվում ենք հուշահամալիրի ներսում։ Այսինքն կարելի ասել, որ հուշահամալիրն ու Արարատը դեմ-դիմաց են։ Karşımıza çıkıyor. Peki bir tarafta Ağrı Dağı'na bakan anıt, Լավ, ինչպես ստեղծել վստահություն, երբ մի կողմից այս հուշահամալիրն է, Արարատին նայող, մյուս կողմից Մեծ Հայաստանի քարտեզը, որը կարելի է տեսնել երկրի շատ վայրերում։ Թուրքիային հուզում է անգամ այն, որ թուրքերի իրագործած ցեղասպանության զոհերի հուշահամալիրից բացվում է տեսարան դեպի այն վայրերը, որտեղ իրագործվել է ցեղասպանությունը։ Ինչպես են ակնկալում փարատել իրենց հուզմունքը։ Փակել, քանդել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը, պատկառուցել ու փակել դեպի Արարատ տեսարանը։
Այնուհետև ներկայացնում են Թուրքիայից փորձագետի խոսք։ Փաշինյանի հարցազրույցի բոլոր հատվածներն ընդհանրապես ներկայացնում են Թուրքիայից փորձագետների բացատրությամբ, հակադարձումներով։ Այս դրվագում փորձագետի խոսքից պարզ ու հստակ է դառնում, որ Ադրբեջան կոչված միավորումը Թուրքիան ստեղծել է Հայաստանի, հայերի դեմ իր քաղաքականությունն իրագործելու նպատակով։ Իհարկե նաև այլ ուղղություններով, բայց նույն ճնշելու, մանևրելու, զսպելու նպատակով։ Հիմա Ադրբեջանից բացի եւս մեկ հնարավորություն են տեսնում եւ դրա մասին ուղիղ խոսում են։ Nikol Pashinyan. Kaybettiği savaştan sonra bile Azerbaycan'la olan temaslarında իր տանուլ տված պատերազմից հետո Ադրբեջանի հետ հարաբերություններում, Թուրքիայի հետ եղած հարաբերություններում եւ Անկարայի այցելության ժամանակ բազմաթիվ անգամներ ի հայտ դրեց, որ տեսել է Երևանի ամեն անցած օրով արյունակամ լինելը։ Այս ճանապարհը Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ քայլելու ինչքան արժեքավոր լինելը։ hem Türkiye hem Azerbaycan hem de Ermenistan açısından tam zamanı diye değerlendiriyorum. Paşinyan'ın özellikle belki bu dönem içerisinde bunları düzeltme imkanı var. Փաշինյանը հատկապես այս ընթացքում այս ամենը շտկելու հնարավորություն ունի։ Դե կտեսնենք, թե որքան պատրաստակամ կլինի։ Կամ գուցե պետք է հարցնել, թե որքանով Հայաստանին թույլ կտան կարգավորել հարաբերությունները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ։ Այն, որ Թուրքիան եւ Ադրբեջանը բացահայտ սինխրոնացրել են Հայաստանի դեմ քայլերը, հպարտությամբ են նշում, բայց այն, որ Հայաստանը կարող է իր գործընկեր տարբեր երկրների հետ եւս քննարկել Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները, հեգնանքով ու ինչ որ ակնարկներով են նշում։ Անցնում են սահմանի բացմանը, նկարահանումներ Մարգարայի անցագետի հայկական կողմում։ Այստեղ թուրք լրագրողը չափը չի անցնում։ Հայաստանի պաշտոնյաներն են իրենց խոսքում նշել, որ Հայաստանի համար Թուրքիայի հետ սահմանի բացումը կարևոր է, առաջնահերթություն է, որ պատրաստ են հենց վաղը բացել սահմանը։ Մի կողմից Հայաստանի իշխանությունները սխալ տպավորություն ունեն, որ եթե շատ խնդրեն, հրապարակային կերպով խնդրեն, թուրքական հեռուստաալիքների եթերում խնդրեն, Թուրքիան սահմանը կբացի։ Մյուս կողմից ցեղասպանված ժողովրդի պետությունը խնդրում է, որ ցեղասպան պետությունը, որն անգամ մեղքը չի ընդունում, բացի իր փակած սահմանը։ Բայց հայ-թուրքական սահմանին, Մարգարայի անցագետում, թուրք լրագրողին, բոլորովին այլ բան էր հետաքրքրում։ Rusya'nın Ermenistan'ın sınır kapılarını geçmişten beri koruduğunu görüyoruz. Artık o uygulama yok. Ռուսաստանը երկար ժամանակ պաշտպանում էր հայերի սահմանային անցակետերը, բայց այդ իրավիճակը արդեն փոխվել է։ Հիմա այստեղ մենք տեսնում ենք Հայաստանի սպային։ 2025 թվականի մարտի դրությամբ այստեղ հերթապահություն իրականացնող անձինք Հայաստանի սահմանային անվտանգության աշխատակիցներն են։ Թուրք-ադրբեջանական պրոպագանդայի հաջորդ թեման, որը հայկական ֆինանսավորմամբ Երևանի փողոցներում նկարահանումներով ներկայացնում է թուրքական նկարահանող խումբը, Հայաստանի տարածքը ադրբեջանցիներով լցնելու Ալիևի պլանն է։ Gündemde mülteciler konusu da var. Օրակարգում նաև փախստականների հարցը կա։ Կարող են ժամանակին Երևանում ապրած ադրբեջանցի թուրքերը վերադառնալ։ Erivan'ın Türkçe ismi Revan. Yani aslında Türk İmparatorluğu'nun Türk tarihinde de yer alan bir kent burası. Երևանի թուրքական անունը Ռևան է, այսինքն սա մի քաղաք է, որը իրականում տեղ ունի թուրքական կայսրության եւ թուրքական պատմության մեջ։ Իսկ գմբեթը, որը մենք տեսնում ենք մեր հետևում, իրականում մզկիթ է։ Այն ներկայում Երևանում մնացած միակ մզկիթն է։ Երևանն ամենանուրբ ձևակերպումներով պատմական թուրքական քաղաք են հայտարարում։ Իրանական մզկիթը թուրքական մզկիթ։ Սա նշանակում է, որ թուրքական այս լրատվամիջոցը ոչ միայն հակահայկական, այլև հակառուսական եւ հակաիրանական քարոզչություն է իրականացրել Հայաստանի պետական ֆինանսավորմամբ եւ Հայաստանի տարածքում։ Մինչև այս պահը թարգմանել եւ ներկայացնում էինք միայն 26 րոպե տևողությամբ Հայաստանի դեմ քարոզչական տեսանյութից հատվածներ։ Հիմա առաջարկում ենք հատվածներ այլ տեսանյութերից, որպեսզի պարզ ու պատկերավոր լինի այն, ինչ ցույց տվեցինք մեկ տեսանյութով եւ անրամասն, իրականում ընդհանուր միտում է։ Մի քիչ ավելի մեղմ, մի քիչ ավելի կոշտ ձևակերպումներով թուրքական քարոզչություն է։ Հայոց պատմության, ցեղասպանության, Հայաստանի շահերի, Արարատի հայկական ընկալման դեմ։ Այս թեմաներով Փաշինյանի հայտնի ընկալումները թուրքական մեդիան ներկայացնում է մեծ ոգևորությամբ, բոլոր մանրամասներով։ Paşinyan gerçek Ermenistan ifadesini kullanıyor. Gerçek Ermenistan'la tarihi Ermenistan arasında bir ayrım yapıyor. Փաշինյանը իրական Հայաստան արտահայտությունն է գործածում իրական Հայաստանի եւ պատմական Հայաստանի միջև բաժանում է մտցնում։ Փետրվարի 19-ին իրական Հայաստանի գաղափարախոսության մասին մի ելույթ է ունեցել ու այսպես է սկսել. իրական Հայաստանը միջազգայինորեն ճանաչված 29743 քառակուսի կիլոմետր տարածքով Հայաստանի Հանրապետությունն է։ Այսինքն ասում է, մենք այս տարածաշրջանում եւ այս սահմանների մեջ ենք ապրում։ Yaşıyoruz. Çünkü
Tarihi Ermenistan diye bir konsept var tabii Ermenistan'da. Bu tarihi Ermenistan aslında Türkiye'nin topraklarını da kapsıyor. Ağrı Dağı'nı Որովհետև պատմական Հայաստանի կոնցեպտով պատմական Հայաստանը նաև իրականում Թուրքիայի հողերն է ներառում, նաև Ararat լեռը։ Şunu demeye getiriyor. Hatta Ağrı Dağı Ermeniler için çok özel bir anlam taşıyor ve örneğin onların ulusal amblemleri arasında var. Արարատը հայերի համար շատ կարևոր իմաստ ունի եւ օրինակ նրանց պետական զինանշանի վրա է պատկերված։ Փաշինյանն ասում է՝ ընկերներ, Արարատը մեր սահմաններում չէ, մեր սահմաններում չեղած բանն այդքան չպետք է երկրպագենք։ Tapınmamalıyız demeye getiriyor. O paylaşımda da başka bir dağı koyuyor ki bakın bu da bizim topraklarımız. Այդ պատճառով է հրապարակում արել մեկ այլ սար ցույց տալով ու ասելով՝ տեսեք, սա է մեր սահմաններում։ Ահա մեկ այլ հրապարակում, որտեղ հայոց ցեղասպանության 1915 թվականն իսկ ճակերտներում է առնված։ Ցեղասպանության թեմայի Թուրքիայի համար այսքան զգայուն լինելու պատճառներից գլխավորը հայկական պատմական տարածքներն են ու հայերի պատմական իրավունքները։ Տեսանյութի բովանդակությունից պարզ ու հստակ է։ Հայաստանի սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի հետևում Türkiye'ne. Paşinyan 1915 gündemiyle ortaya konulan toprak talebi iddiası. Փաշինյանը 1915-ի օրակարգով մեջտեղ բերվող տարածքային պահանջներով պնդումներին եւս պատասխան տվեց։ Anayasamızda Batı Ermenistan ifadesi yer almıyor. Հայաստանի սահմանադրության տեքստում Արևմտյան Հայաստան եզրը չկա։ Մյուս տեսանյութում եւ տասնյակ հրապարակումներում գլխավորը Էրդողանի հետ բանակցություններում Նիկոլ Փաշինյանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններն են։ Հայաստան-Թուրքիա սահմանի բացման մասին հարցազրույցի տպավորությունը, որ Հայաստանը Թուրքիային խնդրում է բացել սահմանը։ Ռուբինյանի խոսքը չի լսվում, կներկայացնենք թարգմանությունը, բայց այն կասկածի տակ առնելու հիմքեր չկան, որովհետև նախ որևէ հերքում չի եղել եւ մյուս կողմից այլ առիթներով նույն հայտարարությունները Ռուբինյանն արել է։ Sürecin başından bu yana beklentilerimiz değişmedi. Beklenti her zaman Türkiye ile ilişkilerin tam normalleşmesiydi. Այս գործընթացը սկսելուց ի վեր մեր նպատակը եւ սպասելիքը չի փոխվել։ Թուրքիայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորումն է, ներառյալ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը եւ փակ սահմանի բացում։ Այսօր, վաղը կամ ցանկացած օր։ Եթե նման քաղաքական կամք լինի թուրքական կողմից, ապա դա տեղի կունենա շատ արագ։ İrade olursa bu çok hızlı bir şekilde gerçekleşecek. Ermenistan ve Türkiye'nin bugün diplomatik ilişki kurmaması ve açık bir sınıra sahip olmaması için hiçbir neden olmadığını düşünüyoruz. Bizim tarafımızdan hiçbir ön koşulumuz yok. Մենք կարծում ենք, որ պատճառ չկա, որ Հայաստանն ու Թուրքիան այսօր դիվանագիտական հարաբերություններ չունենան եւ բաց սահման չունենան։ Մենք մեր կողմից նախապայմաններ չունենք։ Մենք պատճառ չենք տեսնում, թե ինչու դա տեղի չի ունենում։ Նաև անգլերեն 25 րոպե տևողությամբ TRT World-ի տեսանյութից մի հատված առաջին վայրկյաններից։ In just 44 days, Azerbaijan expelled Armenian forces from territories occupied for decades. 3 years later, Baku completed its victory. Ընդամենը 44 օրում Ադրբեջանը վռնդեց հայկական ուժերին այն տարածքներից, որոնք օկուպացված էին տասնամյակներ շարունակ։ 3 տարի անց Բաքուն ամբողջական դարձրեց իր հաղթանակը, ազատվելով անջատողականների վերջին ամրություններից եւ հաստատելով իր սուվերենությունը Ղարաբաղի վրա։ Հարավային Կովկասում ստեղծվեց ուժերի նոր բալանս։ Հայաստանը, որը պարտվեց պատերազմում, հայտնվեց նաեւ դիվանագիտական մեկուսացման մեջ։ Եվս մեկ դրվագ Արցախի մասին։ Արցախի հարցն անվերադարձ փակելու թուրքական քաղաքականության մասին։ Թուրքիայում հետևում ու կարևորում են, թե ինչ մտքեր տրամադրություններ ունի Artsakha-հայությունը։ Özellikle Karabağ Savaşı'ndan sonra buraya gelen 100 binin üzerinde oradaki yıllarca orada yaşayan Ղարաբաղում պատերազմից հետո մոտ 100,000 հայեր, որ տարիներով ապրում էին այնտեղ, այստեղ տնտեսական բեռի վիճակում են։ Շատ չեն խոսում, բայց այստեղ ոմանց հարցրել են Ղարաբաղի մասին ինչ եք մտածում։ Այնտեղից եկածներն ինչ են մտածում։ Ասացին մենք այստեղ փորձում ենք տեղավորվել, եւ դրա համար որոշ բնակարանային եւ բյուջետային նախագծեր են պատրաստվում։ Եվ սրա իմաստն էլ այն է, որ այնտեղ վերադարձ չլինելն է ցույց տալիս։ Konut projeleri ve bütçeler hazırlıyoruz dediler. Bu da zaten artık malumun ilamı, hani artık oraya herhangi bir şekilde geri dönüşün olmadığını da gösteriyor. Թուրքական մեդիայում այո, այս օրերին տասնյակներով անդրադարձեր եղան Հայաստանին, բայց կարևորը ոչ թե Հայաստանի պետբյուջեի քաղաքացիների հաշվին թուրքական մեդիայում Հայաստանի մասին քանակով շատ անդրադարձեր ունենալն է ու թուրքերենին չտիրապետող քաղաքացիներին ասելը, թե դրանք չեզոք ու դրական էին, այլ այն, թե ինչպես է ներկայացվում մեր երկիրը թուրքական առաջատար հեռուստաալիքներում։ Հայաստանի ու հայերի դեմ ամբողջ մեդիա քարոզչությունը արտացոլում է թուրքական պետության իրական վերաբերմունքը
վերաբերմունքն ու մտադրությունները։ Հենց սրա մասին է պետք խոսել, պատրանքներից զերծ մնալու համար։ Հենց սա պիտի իմանան Հայաստանի ներսում, հանրությանը պատրաստելով այդ մտադրություններից պաշտպանվելուն։ Որովհետև ի տարբերություն մեզ, ոչ թուրքական մամուլը, ոչ պետությունը, ոչ քարոզչությունը ցանկալին իրականության տեղ չեն ներկայացնում, չեն ստում ոչ իրենց հասարակությանը եւ ագրեսիվ, բաց ու առանց դողատակի խոսում են Հայաստանի ու հայերի մասին։ Մտադրություն, ծրագիր եւ քաղաքական խոսույթ, որը չի փոխվել արդեն 100 տարի, ու Թուրքիան երբեք ցույց չի տվել, որ մտադիր է դրանք փոխել։ Մանևրել է, բայց չի փոխել։ Առավել եւս չի փոխի, որքան էլ տուրք տակ թուրքական ժխտողականության թեզին։ Վերանայեք ցեղասպանության պատմությունը կամ շատ ցանկանաք ու պատրաստ լինեք սահմանը բացելուն։ Եվ իրական Թուրքիա նախագծի երկրորդ հատվածում ներկայացնում ենք հարցազրույց։ Այսօր Մաջիդ Քարիմի պատմաբան Իրանից, նրա ուսումնասիրության կենտրոնում հատկապես Թուրքիայի Օսմանյան շրջանի պատմությունն է, վերջին գիրքը Սյունիքի մասին, Սյունիքը ճգնաժամի պայմաններում։ Սյունիքի թուրք-ադրբեջանական օկուպացիան կանխելու համար Հայաստանը պետք է ռազմավարական եւ ռազմական համաձայնագիր կնքի Իրանի հետ, կարծում է Քարիմին եւ բացատրում։ Սյունիքը պաշտպանելու իրանական միտումը ոչ միայն Հայաստանը, այլև Իրանը պաշտպանելու հիմքով է։ Իրանը գիտի հայերին հազարամյակներ շարունակ, Բաքվի Ալիևներին ոչ։ Իրանը եւ Հայաստանը առնվազն վերջին մի քանի 100 տարում թշնամիներ չեն։ Թուրքիան եւ Ադրբեջանը Հայաստանի եւ Իրանի ընդհանուր թշնամիներն են։ Եվ ընդգծում է ամենակարևորը. եթե հայերը կորցնեն Սյունիքը, կկորցնեն Հայաստանը։ Thank you very much for joining us in our studios. Thank you very much for your time and of course coming to Iranian-Armenian relations. Շնորհակալություն, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում, շնորհակալություն ձեր ժամանակի համար եւ իհարկե Հայաստան-Իրան հարաբերությունների առանցքում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն է։ Իրանի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է, երբ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարեց, որ Իրանը դեմ է Հայաստան-Իրան հազարամյակների պատմություն ունեցող սահմանը փակելու քաղաքականությանը, ավելի ուշ Թեհրանի այլ պաշտոնյաներ եւս նշեցին, որ այս հարցը կարմիր գիծ է Իրանի համար, մյուս կողմից Թուրքիան եւ Ադրբեջանը չեն թաքցնում, որ դիվանագիտական եւ այլ մեթոդներով ջանքեր են թափում Իրանի այս դիրքորոշումը փոխելու ուղղությամբ։ Կա հնարավորություն, հավանականություն, որ ինչ որ պայմաններով, ինչ որ գնով Իրանը հետ քայլ կանի Զանգեզուրի միջանցք կոչված իմասով իր կարմիր գծից։ Is there any way, any possibility, any condition under which the Iranian side will step back from its red lines? First of all, thank you for inviting me. Նախ շնորհակալություն ինձ հրավիրելու համար։ Սա ինձ համար մեծ հնարավորություն է խոսելու ձեր նշած հարցի վերաբերյալ եւ պատասխանելու ձեր հարցերին։ And answer your questions. First of all, I think Iranian red line hasn't changed. Ամեն ինչից առաջ կարծում եմ, որ Իրանի կարմիր գծերը մինչև այս պահը չեն փոխվել, եւ Իրանը հայտարարել է, որ չի կարող թույլ տալ Իրանի եւ Հայաստանի միջև միջպետական սահմանի փակումը։ Իմ տեղեկություններով մենք հաստատակամ ենք պահպանել այս սահմանը որպես Հայաստանի եւ Իրանի միջև։ Այո, պատմական սահման է, եւ մենք ուզում ենք, որ այն շարունակի գոյություն ունենալ։ Մենք հաստատակամ ենք պաշտպանել մեր ընդհանուր շահերը։ Ես ուզում եմ ասել անգամ ավելին, ուզում եմ բացատրել, թե ինչու է սա կարևոր մեզ համար, եւ ինչու ենք մենք դեմ միջանցքին, այդ հողը քայլ առ քայլ տալու։ And why we are against the corridor, I mean, giving the land so step by step. So first of all, we have to see the strategy and the mind of Ottomans. Առաջին հերթին մենք պետք է ուշադրություն դարձնենք 300 տարի առաջ այս ռեգիոնում օսմանցիների վարած ռազմավարությանը, որովհետև երբ հետ ենք գնում, նայելով պատմությանը տեսնում ենք, որ օսմանցիները, օրինակ Սուլթան Մուրադը, Սուլթան Սելիմը ցանկանում էին կենտրոնական Անատոլիայից սկսած քայլ առ քայլ վերցնել հողերը, որոնք ընկած էին դեպի Կասպից ծով տանող ճանապարհին, հասնելով Կասպից ծովին, այնուհետև կենտրոնական Ասիայի այն վայրին, որտեղից նրանք եկել են մեր տարածաշրջան 1000 տարի առաջ։ Step by step and reach to the Caspian Sea and then to the Central Asia, the place that they came from there 1,000 years ago. So, you know, when I'm talking about Anatolia, Anatolia is not historically the land of Turkey.
Այս տարածքները, որոնցում հիմա թուրքերն են, պատմականորեն նրանց տարածքները չեն։ Եվ այսպես, հայերը 300 տարի առաջ պատ էին օսմանիզմի դեմ Կասպից ծով ընդլայնվելու դոկտրինի առաջ։ Մյուս խոչընդոտն Իրանն էր եւ Իրանն է։ Ահա թե ինչու են օսմանցիները հարձակվել հայկական հողերի վրա։ Ահա թե ինչու են իրագործել հայոց ցեղասպանությունը Կասպից ծովին հասնելու համար։ There were war in there. So that's why Ottomans tried to attack to the Armenian lands during the history, and they wanted to kill Armenians by genocide to reach to the Caspian Sea. But from where, sometimes from Gyumri, Երբեմն Գյումրիի կողմից, երբեմն Զանգեզուրի, Սյունիքի։ Սա է նրանց պլանը։ Ուզում են ստեղծել պանթյուրքիզմի միջանցք, գոտի։ Պանթյուրքիզմն Էրդողանի ստեղծած դոկտրինը չէ, սա օսմանիզմի եւ նեոօսմանիզմի դոկտրինն է։ make a corridor or a belt of Pan-Turkism. So Pan-Turkism is not a doctrine that Mr. Erdogan. Մենք պետք է տեսնենք, թե ինչ են նրանք ուզում։ Հայաստանի եւ Իրանի տարածքն են ուզում։ Սկսեցին իրենց ծրագիրը օկուպացնելով հայկական հողերը, իրանական հողերը, Սեֆեյանների շրջանում, եւ հիմա հասել են Զանգեզուրի միջանցքին։ Շատ կարեւոր է, որ հիշենք առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մուստաֆա Քեմալը ցանկանում էր խոսել Մոսկվայի հետ, ցանկանում էր ստանալ Նախիջևանը, եւ երբ նրան հարցրել են, թե ինչու, պատասխանել է. Նախիջևանը Թուրքեստանի դարպասն է։ Mustafa Kemal said Nakhjavan is a gate of Turkestan. Is a gate of Turkestan. Turk capacity in Turkish. Turk capacity. When Erdogan was in. Եվ երբ Էրդողանը Նախիջևանում էր 2 տարի առաջ, ճիշտ այս ֆրազն օգտագործեց Նախիջևանի մասին։ You know, this is the point. Ճիշտ է, եւ հենց դա է խնդիրը։ Երբ մենք դիտարկում ենք Թուրքիայի եւ օսմանցիների պատմությունը եւ դոկտրինը, ամեն ինչ պարզ է դառնում։ Այսպիսով պարզ է, թե ինչու է այդ միջանցքը հատկապես այսօրվա պայմաններում վտանգավոր Հայաստանի համար։ Կարող է օկուպացվել Սյունիքը։ Դուք նկատի ունեք, որ այսօրվա Իրանի մասով եւս նման վտանգ կա։ Turkey wants to get a land to reach to Republic of Azerbaijan, fake Azerbaijan. Թուրքիան ուզում է վերցնել հողեր Ադրբեջանին հասնելու համար, fake Ադրբեջանին։ Սա նշանակում է ուզում են մոտ լինել, հարևան լինել։ Աշխարհագրական առումով սա տեսնելը շատ կարևոր է, որովհետև ուղիղ նշանակում է ծրագիր նախագիծ Հայաստանի եւ Իրանի դեմ։ Mr. Erdogan in NATO last summer in a summit, he said inside the conference, NATO members conference, he said Zangezur is very important and opening the Zangezur and corridor, it's good for all countries. Եվ այս ծրագիրն անցած ամառ պարոն Էրդողանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքի ժամանակ, հայտարարելով, որ Զանգեզուրը շատ կարևոր է եւ Զանգեզուրի միջանցքը բացելը բխում է այդ բոլոր երկրների շահերից։ Ինչու է նա սա ասում ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջավայրում։ Մենք պետք է մտածենք սրա մասին, որովհետեւ նրանց պլանը ոչ թե ճանապարհ բացելն է, այլ հող վերցնելը։ Պատմականորեն նրանց մենտալիտետը, միտումները, նրանց պատկերացումը այս կերպ է։ The Armenian Prime Minister Nikol Pashinyan offered to the Azerbaijan. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ադրբեջանական կողմին առաջարկել է երկաթուղային բեռնափոխադրում մեղրիով։ Սա իրանական կողմի համար որքանով է ընդունելի։ Iranian side. You know, Armenians' foreign policy is belong to Armenians. So Հայաստանի արտաքին քաղաքականությունը Հայաստանի գործն է։ Իրանը չի կարող միջամտել, բայց Հայաստանի ժողովրդի համար պետք է ահազանգ լինի։ If as an Iranian expert I am talking about, okay, we are very concerned about such a route or corridor, we have some reasons. Որ ես լինելով իրանցի խոսում եմ այդ միջանցքին առնչվող մտահոգությունների մասին, որովհետև սա նշանակում է, որ մենք խոսելու պատճառներ ունենք։ Մենք գիտենք ինչ են նրանք ծրագրում, եւ նրանց ուզածը ճանապարհը չէ։ Ծրագրում են քայլ առ քայլ առաջ գնալ եւ 10-20 տարի անց պնդել, թե այդ ճանապարհը իրենց պատմական ճանապարհն է։ Իրենք պետք է պահեն այն ամեն գնով։ Այդ ժամանակ ինչպես է կարողանալու Հայաստանը դիմակայել Բաքվին եւ Թուրքիային։ So how can Armenia resist against Turkey and Baku? This is the the game playing that they are
էլեինք։ How can Armenia resist to Azerbaijan and Baku? Ինչպես կարող է Հայաստանը դիմակայել Բաքվին եւ Թուրքիային հիմա։ Ակնհայտ է, թե ինչ են նրանք ծրագրում իրագործել Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ, թե ինչ կարող են իրագործել։ Ինչ կարող է Հայաստանն ակնկալել Իրանից, Բաքվի եւ Թուրքիայի մտադրությունների առաջն առնելու համար։ Բացառված չէ, որ Սյունիքում կդիմեն նաեւ ուժի միջանցքը վերցնելու նպատակով։ Կա Էրդողանին եւ Ալիևին սա թույլ չտալու որևէ միջոց։ Maybe there will be even they will use force against Syunik. So is there any option to stop the Erdogan and Aliyev? The only way for Armenia, from my point of view, is to cooperate between Iran and Armenia. Հայաստանի համար միակ ճանապարհը իմ կարծիքով Իրանի հետ գործակցությունն է։ Դեռ խորհրդային շրջանում լիբանանահայ ինտելեկտուալներից Ալաջաջյանն է այստեղ Երևանում ասել. նայեք Իրանին, Իրանն է Հայաստանի ազատության դուռը։ Սա ձեր իսկ ինտելեկտուալների աշխարհաքաղաքական գնահատականն է Իրանի եւ Սյունիքի մասին։ Իրանը կարող է օգնել Հայաստանին տարբեր մեթոդներով, թույլ չտալու, որ Բաքուն եւ Թուրքիան օկուպացնեն Սյունիքը։ Iran can help Armenia in many ways to stop Turkey and Baku occupying. Անգամ ռազմական ճանապարհով. Even, if Iran and Armenia go for a strategic and military cooperation and agreement. Անգամ, եթե Իրանը եւ Հայաստանը ռազմավարական եւ ռազմական գործակցության գնան եւ լինի պաշտպանական համաձայնագիր երկու երկրների միջև, wants to occupy and come militarily to the Syunik, Iran by this agreement can right to interfere. Ապա որևէ կողմի, երրորդ կողմի Սյունիքը օկուպացնելու ցանկության եւ ռազմական ուժ գործադրելու պարագայում Իրանը այդ համաձայնագրի հիմքով կարող է միջամտելու իրավունք ունենալ։ Ռազմական կամ այլ ճանապարհով մենք գիտենք ինչ է Թուրքիան եւ ինչ է օսմանիզմը, ու մենք կարող ենք պաշտպանել Հայաստանը եւ Սյունիքը։ Այնպես որ եթե Հայաստանի ժողովուրդը ցանկանում է պահել Սյունիքը, ապա միակ ճանապարհը Իրանի հետ ռազմական եւ ռազմավարական գործակցությունը պաշտպանական համաձայնագիրն է հանուն Սյունիքի պաշտպանության։ Այդ պարագայում, եթե որևէ բան պատահի, Իրանը կարող է միջամտել, բայց առանց այդպիսի համաձայնագրի ինչպես կարող է Իրանը գնալ նման քայլի։ If anything happens, Iran can intervene. Ես կասեմ անգամ ավելին, իմ անձնական կարծիքով, եթե որևէ մեկը երրորդ կողմ ցանկանա գա եւ օկուպացնել Սյունիքը, որտեղ Հայաստանի եւ Իրանի սահմանն է, Իրանը պետք է միջամտի։ Let me say something more than this. In that case, this is my idea. If someone, third party, wants to come and occupy Syunik because it is our borders, common borders. In that case, in any case, this is my answer. Iran must, whether with the compromise or agreement with your government or not, Iran must militarily interfere because this is Անկախ նրանից ձեր կառավարության հետ համաձայնագիր կլինի, թե ոչ։ Իրանը պետք է ռազմական միջամտության դիմի, որովհետև այնտեղ նաև մեր սահմանն է, որը մեզ համար շատ կարևոր է։ Նայեք Արցախին, ես այդ մասին դեռ կխոսեմ, թե որքան կարևոր էր Արցախը Իրանի եւ Հայաստանի համար, բայց մենք երկուսս էլ ձախողվեցինք։ Let's talk right now. Արցախ։ Եկեք խոսենք հենց հիմա, Արցախ։ Բաքուն եւ Թուրքիան պնդում են, պահանջում են, փորձում են փակել Արցախի էջը։ Այն փակ է։ Conflict is closed. I just want to say something about Artsakh. In the ceasefire 9 November 2020, there is two articles. Արցախի մասին հետևյալն եմ ցանկանում ասել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում կա երկու կետ, որոնք կարծում եմ դեռ չեն կորցրել ուժը։ Եվ դուք նկատի ունեմ ձեր կառավարությունը։ Պետք է հետամուտ լինեք այդ կետերի 6-րդ եւ 7-րդ կետերի իրագործմանը։ Դրանք Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի եւ Լաչինի մասին են։ Հիմա որպես պատմաբան եմ խոսում։ Ղարաբաղը պատկանում է հայերին, եւ դա փաստագրված է բազմաթիվ անգամներ։ Իրանի Նադիր Շահն է ասել. երբ Մելիք Եգանը Արցախի հայ Մելիքը Արցախում է, ես չեմ վախենում Օսմանյան բանակից։ When Malik Yegan, Armenian Karabakh Artsakh is in the Artsakh, I am not afraid of Ottoman army. Այս եւ այլ դրվագներով ոչ թե հայերը հայկական պատմագրությունը, այլ իրանական պատմագրությունն է նշում, իրանական փաստաթղթերով, որ Արցախը պատկանել է հայերին։ Սա շատ կարևոր է։ Artsakh
was belong to Armenian during the history by Iranian documents, not by Armenian documents. Հիմա դուք կարող եք դիմել միջազգային իրավական կազմակերպությունների, ներկայացնել ու պաշտպանել ձեր իրավունքները ձեր պատմական հողերում։ Հայտնի խոսք կա. Ղարաբաղում աճող մի ծառն ավելի երկար կյանք ունի, քան Ադրբեջան պետությունը։ A tree in Karabakh, in Artsakh, is more than the life of one tree is more than the life of Republic of Azerbaijan in Baku. So it is very strange for me. By these two articles. Այնպես որ ինձ համար շատ տարօրինակ է, թե ինչու դուք չեք օգտագործում նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության այդ երկու կետերը։ Արցախի հարցը բարձրացնելով միջազգային իրավունքի մակարդակի, այդ պարագայում դուք կարող եք հարցը բաց պահել, պաշտպանել Արցախի ժողովրդին, վերադարձնել այդ անմեղ մարդկանց իրենց հողերը իրավունքի ուժով։ Artsakhi people, and you can trying to returning these innocent people that to their lands by the law, by the ceasefire. But there is one point very important. If you go for the new peace treaty, you will lose the ceasefire Article 6 and Article 7 in the Բայց մի կարևոր հանգամանք էլ կա, եթե նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարությունից հետո կնքեք խաղաղության նոր պայմանագիր, ապա կորցնելու եք այն երկու հոդվածները, որն ունեք։ Արցախի ճակատագիրը դուք պետք է դնեք իրավական հարթության վրա։ Ներառեք նաև խաղաղության նոր պայմանագրում, որովհետև ինչպես կարող եք ուղղակի անտեսել 100,000 մարդու։ Because 100,000 people, how can you ignore these people? So we know what the Pashinyan government is. Մենք գիտենք, թե ինչ է անում Փաշինյանի կառավարությունն այս հարցի առնչությամբ։ Օրեր առաջ հայտարարեցին, որ խաղաղության պայմանագիր կոչվածի կետերը համաձայնեցված են եւ այն պատրաստ է ստորագրման։ Եվ ըստ այդ խաղաղության պայմանագիր կոչվածի, ինչպես ավելի վաղ հենց ինքը Փաշինյանն է հայտարարել, Փաշինյանը Արցախի տարածքը ճանաչել է որպես Ադրբեջանի տարածքի մաս։ Բայց անգամ այս գնով, Արցախը զոհաբերելու գնով, խաղաղության այդ պայմանագիրը Հայաստանի եւ հայ ժողովրդի համար խաղաղություն երաշխավորում է ձեր կարծիքով։ Territory of Azerbaijan. And despite this one, peace treaty between Pashinyan and Aliyev, will this guarantee peace for the Armenian people, in your opinion? You need peace, yes. We know. Of course. We know. You need peace. And we are very pleased to see peace in your borders because we know during the last 100 years or 200 years what happened for Armenia. Smaller by massacre, genocide. Դուք խաղաղության կարիք ունեք, այո, մենք գիտենք, եւ մենք էլ կուզենք խաղաղություն տեսնել ձեր սահմաններին, որովհետեւ տեսել ենք, թե միայն վերջին 100 տարվա ընթացքում ինչպես է Հայաստանը տարածքներ կորցրել, ինչպես է կանցել կոտորածների եւ ցեղասպանությունների միջով։ Մենք գիտենք թուրքերի մենտալիտետը։ Ինքս Օսմանյան շրջանի մասնագետ եմ եւ գիտեմ, թե ինչեր են պատահել հայերի հետ եւ անգամ Իրանի դեմ, Թավրիզում, Ուրմիայում։ Նրանք նույն քայլերն են արել, ինչ հայերի դեմ։ Թավրիզում էլ են կոտորած իրագործել։ Այնպես որ եթե խաղաղության պայմանագիր ես ուզում, ապա պետք է տեսնես հարցի առանցքը։ You need to know about the core of the issue. So you need to see, okay, who is Aliyev, who is Erdogan. Պետք է տեսնես ով է Ալիևը, ով է Էրդողանը։ Նրանք ասում են, որ ուզում են ստանալ Միջանցքը, Զանգեզուրը, Սյունիքը եւ նրանք պատրաստվում են դրան, պատրաստում են զորքը։ Ադրբեջանի բանակի այս տարվա բյուջեն $5 միլիարդ է։ Սա նշանակում է, որ նրանք զարգացնում են իրենց ռազմական կարողությունները։ We want to get corridor and they are preparing by army. So, look at $5 billion arming and buying arms from the Baku side. So it shows they are improving their ability in military affairs. So I will give you 2 points if you want to have a peace. Lachin Airport and Zangilan Airport. Եվս մեկ հանգամանք Լաչինի եւ Զանգելանի օդակայանները։ Երկու օդակայան ռազմական պոտենցիալով եւ նրանք այդ օդակայանները կառուցել են Հայաստանի սահմանին շատ մոտ։ Սա պատահականություն չէ։ Սա նշանակում է, որ նրանք ապագայում ինչ-որ բան են ուզում անել։ Building 2 airports just near to Armenian borders
with military conditions. So it means they want to do something in future. Եվ սա նաև Իրանի դեմ է, որովհետև երբ ես խոսում եմ Հայաստանի հարավին սպառնացող վտանգների մասին, նկատի ունեցեք, որ այդ նույն վտանգները նույն չափով սպառնում են նաև Իրանին։ Այդ օդակայանները նաև Իրանի դեմ են։ Մյուս կողմից պարոն Էրդողանը եւ Ալիևը ճնշում են գործադրում ձեր կառավարության վրա։ Դիվանագիտության առաջին կանոնն է՝ խաղաղություն ես ուզում, ուժեղ եղիր։ Եվ եթե կա հավասարակշռության խախտում, օրինակ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, ինչպես կարող է հայկական կողմը գնալ խաղաղության եւ ակնկալել ինչ որ արտոնություններ ստանալ թշնամիներից։ This is the first art of diplomacy is you need to be powerful when you want to go for a peace. In that case, if there is unbalancing between you and, for example, the Republic of Azerbaijan, how can you go for a peace and get, some privilege? So from your enemies or So taking into account հաշվի առնելով այն ամենը, ինչի մասին մենք քիչ առաջ խոսեցինք, ընդհանուր անվտանգային շահերը, որ ունեն Հայաստանը եւ Իրանը, կան մտահոգություններ Իրանի շուրջ վերջին զարգացումների մասով։ Գազա, Լիբանան, Սիրիա, թուրքական մեդիան գրեթե ամենօրյա պարբերականությամբ աղմկում է, թե Իրանն այլևս այնքան ուժեղ չէ, որքան ամիսներ առաջ էր, որ տարածաշրջանում նոր իրողություններ են եւ Իրանն ու Հայաստանը պետք է հաշվի առնեն դրանք։ Սրանից բացի կա Իրան, Միացյալ Նահանգներ լարվածությունը եւ հիմա ես ուզում եմ հարցնել ոչ թե Հայաստանի, այլ Իրանի անվտանգության մասին։ Ինչ մտահոգություններ ունեք դուք, ինչպիսին եք տեսնում ձեր երկրի ապագան, հաշվի առնելով այս ամենը։ How do you see the future of your country taking into account all these concerns? It's very interesting question. But it is very interesting that when I'm talking with my friends, brothers, sisters, Armenian brothers and sisters. Սա շատ հետաքրքիր հարց է։ Շատ հետաքրքիր է, որ երբ ես խոսում եմ իմ հայ ընկերների, քույրերի, եղբայրների հետ, նրանք բոլորը մտահոգ են Իրանի համար։ Սա նշանակում է Իրանը կարևոր է ձեր երկրի համար։ Ինչ վիճակում եւ պայմաններում էլ լինի։ Is important for your country. For sure. With any clothes or any conditions. For sure. The vice versa is like this, and Armenia is very important for us. It means Եվ ճիշտ է նաև հակառակը։ Հայաստանն է կարևոր Իրանի համար։ Ինչ վիճակում պայմաններում էլ լինի։ Այնպես որ ինձ համար կարևոր է, որ դուք այս հարցը տվեցիք։ Իրանը պատմական եւ աշխարհագրական առումով ուժեղ է։ Իրանն իր պատմության ընթացքում բազմաթիվ հարձակումների է ենթարկվել, օկուպացվել, բայց միշտ կարողացել է վերականգնվել եւ վերականգնել իր դիրքերը։ Այս առումով մտահոգություններ Իրանում չկան։ During the history many things happened against Iran. We were occupied by many kingdoms or occupiers. But Iran geographically, geopolitically can renew it. We must focus at this stage, focus on South Caucasus. Հիմա մենք պետք է կենտրոնանանք հարավային Կովկասի վրա, որովհետև մենք գիտենք, թե ինչ է ծրագրում Թուրքիան եւ Բաքուն։ Նրանք պլանավորում են աշխարհաքաղաքական փոփոխություններ Իրանի դեմ եւ Հայաստանի դեմ։ Սա նշանակում է, որ եթե Հայաստանին մի վատ բան պատահի, ապա դա վատ է Իրանի համար եւ հակառակը։ Եվ սա էլ նշանակում է, որ մենք ամենաբարձր մակարդակով գործակցությանն այլընտրանք չունենք այս երկու թշնամիների դեմ։ It means if something happens bad for Armenia, it means happens bad for Iran as well, and vice versa. Please notice of this. These are geopolitically very important. Totally agree. So that means we have to. There is no way to cooperate strategically in a high level of, between high level of Iranian authority and Armenian authority to cooperate against these two axes of enemies. So yes. Շաբաթներ առաջ ես հարցազրույց էի վարում Իրանից միջազգայնագետ Էհսան Մոհավեդյանի հետ եւ նա եւս նշեց, որ Հայաստանը եւ Իրանը պետք է միասին պայքարեն ընդհանուր թշնամիների դեմ։ Երբ հստակեցնելու համար հարցրեցի ընդհանուր թշնամի ասելով նկատի ունի Թուրքիան եւ Ադրբեջանը, ասաց այո։ Կարող եմ հետեւություն անել, որ նույն դիրքորոշումն ունեք դուք։ Will you agree? Definitely. Վստահաբար պատմական եւ աշխարհագրական առումով Բաքուն ստեղծվել է մուսաֆաթականների եւ Անկարայի թուրքերի կողմից 1918-ին, որովհետեւ նրանք ցանկանում էին մասնատել Իրանի տարածքը, ատրպատականը կցել Բաքվին, ստեղծել մեծ Ադրբեջան, ունենալ ընդհանուր սահման եւ վերահսկողություն այդ բոլոր տարածքներում, որոնք մերն են։ Iranian Azerbaijan attach it to Baku
and they want to make a big Azerbaijan which Երբ մենք գիտենք, որ սա է նրանց պլանը, ինչպես կարող են նրանք լինել մեր բարեկամը։ Այնպես որ վստահաբար մեր թշնամին են, տարածաշրջանային թշնամին, բայց մենք գիտենք ինչպես վարվել նրանց հետ։ So how can we say they are our dear friends? So definitely they are our enemy, a regional enemy, and but we know how to deal with them politically and geopolitically and in diplomacy way. How to deal with them? Ինչպես վարվել նրանց հետ, առանց կոտորածների ու ցեղասպանության։ How to deal with them? The only way at the moment is going for a strategic cooperation. Միակ ճանապարհն այս պահին ռազմավարական գործակցությունն է եւ համապարփակ համաձայնագիրը Հայաստանի եւ Իրանի միջեւ, որքան հնարավոր է շուտ, որքան հնարավոր է շուտ։ As soon as possible, it can send a message to Baku and Ankara, because this cooperation is not against Russia, is not against America. Դա կարող է ուղերձ լինել Բաքվին եւ Անկարային, որովհետեւ այդ գործակցությունն ու համաձայնագիրը չպետք է լինեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի ուրիշ որևէ մեկի դեմ։ Սա շատ նուրբ հարց է։ Պետք է բանակցեն մեր առաջնորդները, պետք է հասնել այս համաձայնագրին։ Ես գիտեմ, որ ձեր կառավարությունն ուզում է խաղաղություն, մենք ուրախ կլինենք դրա համար, բայց Ալիևը եւ Թուրքիան ուզում են հետաձգել այդ խաղաղությունը, ուժով Սյունիքը վերցնելու համար։ Հայաստանը հիմա պետք է ուժեղ լինի, բայց այժմ խախտվել է ուժերի բալանսը։ Դուք պետք է մտածեք սրա մասին, Հայաստանի ապագայի մասին։ In that case, you need to think about it, the future of Armenia. If you lose Syunik, it means you will lose your country, your historical, your big, your great country. Եթե կորցնեք Սյունիքը, կկորցնեք ձեր երկիրը, ձեր պատմական, ձեր մեծագույն երկիրը։ Մենք գիտենք հայերին, նրանք մեզ հետ են եղել պատմության ընթացքում։ Մենք չգիտենք Ալիևներին եւ ցավալի է, որ հիմա այս վիճակն է։ Այս պայմաններում մենք պետք է գործակցենք։ Մեր բանակները պետք է գործակցեն։ Ինչու ոչ։ And common army defense agreement, I mean. Why not? Եթե Հայաստանն օգնություն խնդրի Իրանից, վստահաբար 100%-ով այդ օգնությունը կլինի։ Մենք պատմության ընթացքում կողք կողքի ենք եղել եւ թշնամի չենք եղել գոնե վերջին մի քանի 100 տարվա ընթացքում։ And we weren't against each other at least for the last 100 years ago. Շնորհակալություն հարցազրույցի համար։ Շնորհակալություն հրավերի համար։ Դուք դիտում եք իրական Թուրքիա նախագիծը, շնորհակալություն ուշադրության համար։